Այժմ մենք Երևանի կրկեսի շենքի մոտ ենք, որտեղ քիչ առաջ ավարտվեց ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը իրենց կուսակցության աջակիցների, նաև ընտրողների հետ։ Իմ հասկանալով վերցնում են մանդատները եւ դրանով փորձելու են այդ գործիքով նաև փողոցը գեներացնել։ Իմ կարծիքով դա այդպես ընկալեցիք Նարեկ Կարապետյանը։ Ոչ թե այդպես ընկալեցի, ըստ էության շատ հստակ էր դա, շատ հստակ էր։ Իմ կարծիքով դա այդքան էլ համոզիչ չի, չնայած իրանք ասում են, որ իրանք իրավաբանները ասում են, որ չվերցնելու դեպքում ինքը լուծարման խնդիր չի լուծվում, ելի հետևից սահմանադրական դատարանի միջոցով հետևից չանցածներին կբերեն ազգային ժողով եւ այնց ավելի ծանր վիճակ կլինի, բայց ես կարծում եմ, որ պետք է մանդատները չվերցնել, դրանով գուցե պրոցես սկսվի ազգային ժողովի ճգնաժամի։ Եվ վերցնելու են մանդատները եւ պայքարելու են։ Ես պատրաստ եմ եւ պայքարին։ Իրենք դա էին ասում։ Այո։ Այսինքն հակված են մանդատները վերցնելուն եւ ազգային ժողովում շատ։ Ես չգիտեմ, ինքը ասեց 50-ն է, 50-ի վրա։ Ինչից է կախված իրենց որոշումը ասած։ Նաև կախված է ժողովրդի կարծիքից, որտեվ այս հավաքույթը փաստորեն նպատակ ուներ նաև ոչ միայն իրանց ասածը ասելու, նաև լսելու մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների կարծիքը։ Մենակ Նիկոլի հեռացումը վարձ չի լուծվի։ Նիկոլի հեռացումը պետք է վերջնանպատակ չլինի, վերջնակետ չլինի, պետք է ասել նաև դրանից հետո ինչա լինելու, ու արդյոք ժողովուրդը լծակ ունենալու է իշխանության դեմ, թե ոչ։ Մանդատները վերցնելով արդյոք կհասնի ընդդիմությունը այն իր սահմանած օրակարգին, որ առաջ էր քաշել Փաշինյանի հեռացման մասին է խոսքը։ Ամեն ինչ է կարվի, որ սահմանական դատարանի որոշումը լինի, արդեն մեր հետագա քայլերը պարզ կլինի ինչ ենք անելու։ Անորոշ է ընդհանուր հասկանանք ընթացքում։ Ուրեմն վերցնում ենք մանդատները, այդ մենք ազգային ժողով, մի հատ վետնինգ ենք անում այդ ցուցակի մեջ 200 քանի հոգի են այդ ցուցակը, այդ մենք սկզբունքային, լսեք ուժեղ Հայաստանի падգամավոր տեխնացուներ, եթե միայն սկզբունքային միջև վերջ պայքարի գնացող մեր падգամավոր տեխնացուները, ու այդ մենք քաղաքական պայքարի միջև վերջ։ Ուժեղ Հայաստանը առայժմ ասում է դեռ վերջնական որոշում չունենք։ Ինչից է կախված, ասում են։ Նրանք եւ դրականն են ասում եւ բացասական։ Հիմա ես Ինչին են սպասում, որ որոշում կայացնեն։ Երևի սահմանադրական դատարանի որոշումից հետո կգան վերջնական որոշման։ Բայց ելի եմ կրկնում, իմ խորհուրդն էլ շատ-շատերին դա է, ես քաղաքականության մեջ նոր չեմ, ամենաճիշտը մանդատները վերցնելն է։ Վերցնեն եւ պայքարը շարունակեն։ Ինչու փողոցային պայքար չեն սկսում, ասաց Նարեկ Կարապետյանը։ Ժողովուրդը մտածում է չեն գեներացնի փողոցը։ Դրա համար։ Մտածում են մարդիկ դուրս չեն գա փողոց։ Իսկ ինչու դուրս չեն գա փողոց, չէ՞ որ 300,000-ից ավելի ընտրող։ Մարտի 1-ի կրկնությունից են վախենում կարծիքով։ Այդ դեպքում ինչպես է վարվելու ընդդիմությունը, ասվեց։ Դե հիմա մտածում են, որ մանդատները վերցնեն, մտնեն կառավարություն, համ փողոցով, համ մանդատներով, որ այնտեղ գոնե կարողանան այդ խոսքը առաջ տանել։ Փողոցային պայքարի այս պահին դուրս չեն գալիս, ելի մեր հայ ժողովրդի անվտանգությունից ելնելով, որովհետև բոլորս էլ վստահ ենք, որ համոզված ենք ներկայիս իշխանությունները փողոցային պայքարի բախումները ավելի կարող են վտանգավոր լինել ցանկացած քաղաքացու կյանքի համար։ Նարեկ Կարապետյանն էլ այդ հիմնավորումները ներկայացրել։ Ընդհանուր ժողովրդի ու համակիրների հետ էտել են քննարկվել։ Դե փողոցային պայքարը հիմա սաղին կալանավորում են, որ դուրս գան կալանավորեն, քիչ են կալանավորվածները։ Մարդ պիտի ուղեղով աշխատի։ Վերցնեն մանդատները, գնան խորհրդարան։ Իհարկե։ Գնան խորհրդարան, ինչ կորոշեն, նրանից հետո արդեն փողոց դուրս կգան, ինչ կանեն տա իրաց գործոնա։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել եւ նոր ձևավորվող խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Թե ինչպիսի դասավորվածություն կլինի խորհրդարանում, ըստ էության կախված է նաեւ սահմանադրական դատարանի որոշումից, բայց այս պահին եղած պատկերով խորհրդարան են անցնում ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքները եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։